ուրեմն ինչ եկել մեզ քաղաքապետարանը, երբ մի հատ հարց են տվել, մի հատ թաղապետ, չգիտեմ, մի հատ աշխատող, մի հատ հեռախոսը բացի սպորտի պրոցեսի դիզայնա ցույց տվել, ու ասում է փորձակնման մեջ է։ Ոնց որ ամեն առավոտ վերեն կան նույն բանն եք ասում, գիտեք։ Պարոն Մակվեցյանը պատասխանատվություն չի այս բյուջեի համար։ Այս մարզադպրոցների բյուջե է պետք, որ պարոն Ավնյան, ձեզ մոտ է բյուջեն, որ դուք մխսում եք այդ գումարները։ Խոսք եք տվել, ժողովրդին, երեխեքին խոսք եք տվել, սպորտ դպրոց կառուցեք։ Բարձրակ շենքեր եք կառուցում սա քաղաքում։ Վերջին 5-6 տարվա մեջ 20,000 շինթույլտուր տվել։ Ժողովուրդը այդ երեխեքը տուներում փոք բնականներում մնում, տեղ չունեն խաղալու ձմեռները։ Ամաներ քարսրության ձմեր տեղ չունեն խաղալու։ Չեք ինչի մաս ինչ եք անում դուք ստեղ, ես չեմ հասկանում, չեք կարող աշխատեք հրաժարական տվեք գնացեք։ Զորով պետք չի քաղաքապետ մնաք։ Ավարտեցիք, պարոն Զարուհի։ Շնորհակալ եմ։ Մենք նախորդ տարի օրինակ բյուջեով նախատեսված ունենք ընդամենը 100 վերելակ։ Պարոն Հովհաննիսյան, ճիշտ եմ հիշում։ Մենք տարին փակեցինք քանի վերելակով, մոտավորապես, այսինքն ամբողջական ծրագիրը 500 վերելակի է, դեռևս բոլորը չեն տեղադրվել։ Պարոն Զարուհյան, հետևյալն ասեմ ձեզ, այո, դուք ճիշտ եք։ Մենք որոշ հարցերում, ինչ որ հարցերում լինում է, որ ժամկետներում ունենում ենք խախտումներ, բայց եկեք հաշվի առնենք, որ բոլոր ոլորտներում, բոլոր ուղղություններում, լինի մանկապարտեզ, լինի սպորտ դպրոց, լինի բակեր, լինի ֆուտբոլի դաշտեր, լինեն, չգիտեմ, դպրոցներ, լինեն վերելակներ, լինեն ճանապարհներ, որ ուղղությունն եք ուզում։ Գրեթե բոլոր ուղղություններով, ինչ եք շատ նախագիծ տեսնում։ Շատ նախագիծ տեսնում եք, որովհետև բոլոր ուղղություններով էլ աշխատում ենք։ Այո, վստահաբար որոշ դեպքերում մեզ էլ չի գոհացնում են տեմպը, որ աշխատանքները իրականացվում են, բայց աշխատանքները վստահաբար իրականացվում են եւ տարվա վերջում մենք ունենում ենք բյուջեի շատ բարձր կատարողական ու հիմնականում կապիտալ ներդրումների մասով։